Ես ուզում եմ կարճ խոսել նորից այս թեմայով։ Թող լռեն կանայք եկեղեցում, կամ թող չխոսի կինը եկեղեցում։ Շատերը, որ պնդում են, որ կինը պիտի չխոսի եկեղեցում, դա Հիսուսին չի խանգարում, որ իր աղջիկներին ծառայություն տա եւ նրա աղջիկները խոսեն։ Դա ընդհանրապես Տիրոջը չի խանգարում։ Մենք Տիրոջ չենք կարող ինչ-որ բան արգելել կամ թույլ տալ։ Միևնույն է, Տերը անում է այն, ինչ իր կամքն է, եւ նա իր աղջիկներին խոսք է տալիս, որպեսզի նրանք խոսեն։ Հիմա, բայց այսինքն, եթե դուք ինձ կամ մյուս դուստրերին շարունակեք պնդել, որ կինը պետք է լռի, դու սուս մնա, դու ով ես, որ խոսում ես, եւ այլն, կինը իրավունք չունի, դա մեզ չի խանգարելու, մենք միևնույն է խոսելու ենք, բայց եկեք ճիշտ հասկանանք այդ նախադասությունը, կարծում եմ երևի, հուսով եմ, էլ այդ թեմայով չեմ խոսի։ Կընդունեք, չէ, բայց շատ տրամաբանական ու շատ պարզ է, ես ուզում եմ վերադառնալ այս հատվածին, երբ ասվում է, որ թող լռի կինը եկեղեցում եւ ձեր հարցերը տվեք ձեր ամուսնուն տանը։ Անցած ձայնագրության մեջ ես ասացի, իսկ ամուսին չունեցող կանայք ինչ անեն, ուզում եմ հենց ինքս էլ այսօր պատասխանել, որպեսզի դա չմնա այդպես ուղղակի, որովհետև այնտեղ խոսքս չէի շարունակել։ Նայեք, ասվում է, թող լռի կինը եկեղեցում չխոսի եւ հարցերը տա ամուսնուն տանը։ Սա շատ պարզ երևում է, որ խոսքը ծառայող, խոսող, քարոզող կնոջ մասին չէ, սովորեցնող կնոջ մասին չէ, որովհետև անտրամաբանական է, երբ կինը քարոզում է, պատկերացրեք, քարոզում եմ, ես խոսում եմ, ու ինձ ասվի այսպես. գնա քո հարցերը տանը տուր ամուսնուդ, այստեղ մի խոսիր։ Ես հարց չունեմ, եթե ես քարոզում եմ։ Եթե ես խոսում եմ, սովորեցնում եմ, ծառայում եմ, ես հարցեր չունեմ, ես պատմում եմ, ես խոսում եմ, բայց ասվում է թող կինը լռի եկեղեցում եւ գնա տուն ու իր հարցերը տա ամուսնուն։ Այսինքն այդ կանայք խոսում են, խանգարում են, աղմկում են, հարցեր են տալիս եւ այն մարդիկ, տղամարդիկ, ովքեր որ այդ պահին ծառայում էին, քարոզում էին, բացատրում էին, սովորեցնում էին, նրանց խանգարում էին այդ խոսակցությունները եւ ասվում է լռեք եւ ասվում է, որպեսզի դա դառնա կարգ ու կանոն, ինչու է դա Աստվածաշնչում գրած, որ դա դառնա կարգ ու կանոն եւ եկեղեցում չխոսեն, չխանգարեն, բայց այստեղ կա մի պահ նաեւ, որ նորից եմ ասում, քարոզողին չեն ասում հարցերը տուր տանը։ Ինչքան էլ որ դուք դա անտեսեք, դա շատ ակնհայտ է։ Ասվում է ամուսիններին տվեք հարցերը տանը, ինչ կարող է դա նշանակել։ Բա ամուսին չունեցողներին ինչ են ասել։ Դա շատ պարզ երևում է, որ կանայք իրենց ամուսիններին եկեղեցում հարցեր էին տալիս, այն ինչը որ չէին հասկանում, կամ այն ինչը ուզում էին հենց տեղում քննարկել, խոսել, մեր կանացի այդ հատկանիշը խոսելու, շատախոսելու, հետաքրքրասիրության այն էլ այն թվերին այն ժամանակ, դա հիմա չէ, զսպվածության կանոնները հիմա այլ են։ Հարցերը տվեք ամուսնուն տանը, տիկին, այստեղ մի տվեք, օրինակ պատկերացնում եք, որովհետև բա ամուսին չունեցող կնոջ ինչու ոչ մի բան չի, ինչու չի ասվում։ Ամուսին չունեցող կնոջը, բայց միգուցե այն մյուս կանայք էլ իրար հետ էին խոսում, խանգարում, նրանց էլ է ինչ-որ բան ասվել, բայց այս նախադասությունը ձեր հարցերը կտակ տանը ամուսնուն, դա բոլորովին քարոզող կնոջ մասին չէ, այլ ամուսնու հետ խոսող, հարցեր տվող եւ քննարկող։